Պատերին մանկական նկարներ են, գետնի խաղալիքներ, արյան մեջ։ 9 երեխա ու կին է զոհվել իսրայելական ավիահարվածներից։ Նրանք Գազայի ուրիշ քաղաքներից էին փախել այստեղ, փորձելով փրկվել մահից։ Մենք տեղահանված մարդիկ ենք, մենք գրոհայիններ չենք, ոչ մի կապ չունենք ընդդիմության հետ։ Խաղաղ նախաճաշում էինք երեխաների կանանց հետ ու հանկարծ կրակ թափվեց երկնքից։ Ես, եղբայրս ու քույրս այստեղ էինք նստած։ Տղաները հեռախոսներն էին լիցքավորում։ Իմ դիմաց մի աղջնակ էր խաղում։ Տեսա, թե ինչպես է նրա գլուխը ջարդվում։ Մենք ընդամենը ուզում ենք խաղաղ ապրել, բայց խաղաղ տեղ չկա։ Մարտի 18-ին վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով Գազայում նորից հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։ Թել Ավիվը պնդում է, թե Համասը խախտել է հրադադարը, հրաժարվելով վերադարձնել իսրայելցի պատանդներին։ Նեթանյահուն այսպես է որոշել պատժել Համասի զինյալներին։ Այստեղ տեղահանված մարդիկ էին ապրում, նրանք ոչ մի կապ չունեին հրեաների հետ եւ ոչ մի բան չէին արել ընդդեմ հրեաների։ Հաց էին սարքում իրենց համար, երեխաների հետ էին խաղում։ Ինչու են նրանց սպանում։ Դա է հրեաների նպատակը։ Հրեաների նպատակը 2005 թվականի սահմանները վերականգնելն է, Մորագը գրավելը։ Երկրորդ Ֆիլադելֆիայի առանցք ունենալն է։ Ֆիլադելֆիայի առանցքը Ռաֆահ քաղաքի մոտով անցնող 14 կիլոմետր երկարությամբ նեղ հատված է Գազայի եւ Եգիպտոսի միջև։ Իսրայելը այն վերահսկում էր 1979 թվականից։ 2005 թվականին իսրայելական բանակը դուրս է եկել այդ տարածքից, վերահսկողությունը հանձնելով Եգիպտոսին ու Պաղեստինյան ինքնավարությանը։ Եթե հրեաները հաջողեն այս օպերացիան, փաստացի կտոր կանեն ամբողջ Գազայի հատվածը՝ Գազա, Խան Յունիս, Ռաֆահ, Բեյթ Հանուն եւ տասնյակ բնակավայրեր միլիոնավոր բնակչությամբ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ առաջիկա օրերին Գազայի տարածքի զգալի մասը վերածվելու է անվտանգության գոտու։ Ռազմական գործողություններից առաջ Խան Յունիս եւ Ռաֆահ քաղաքներում բնակվող պաղեստինցիները իրենց տները լքելու ծովափնյա Ալ-Մավասի շրջան տեղափոխվելու հրահանգ են ստացել։ Մենք փոխել ենք մեր մարտավարությունը Գազայում։ Իսրայելի պաշտպանության բանակը գրավում է տարածքներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչներին, քանդում է ենթակառուցվածքները։ Մենք գրավում ենք Մորագը, այն երկրորդ Ֆիլադելֆիայի առանցքը կլինի, լրացուցիչ առանցքը։ Կտրտելով Գազայի հատվածը, քայլ առ քայլ մեծացնում ենք ճնշումը, որ նրանք վերադարձնեն մեր պատանդներին։ Ամոթ ձեզ։ Իսրայելի ահաբեկիչ են վանկարկում Բերլինի փողոցներում հավաքված մարդիկ։ Բացի Պաղեստինի դրոշներից, ակցիայի մասնակիցները պարզել են Պաղեստինի Կարմիր մահիկի եւ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալության պաստառները։ Իսրայելի թիրախային հարվածներից միջազգային այդ կազմակերպությունների 13 ներկայացուցիչ է զոհվել վերջերս։ Նրանց մեքենաները կասկածելի են թվացել իսրայելցի զինվորականներին։ Այդպես է արդարացել պաշտոնական Թել Ավիվը։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։